Բարև ձեզ բարեկամներ, Բաց TV-ին նորից եթերում է և մենք ողջունում ենք մեր բոլոր այն ունկնդիրներին, որոնք սովորականի պես այս ժամին մեզ հետ են։ Իսկ այսօր մենք հերթական ուղիղ կապ ենք հաստատել Մոսկվայի հետ, որտեղ մեր զրուցակիցը ձեզ քաջածանոթ համահայկական ճակատ շարժման ղեկավար գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Նախ ինչպես եք ձեզ զգում։ Շնորհակալություն, դուք լավ լինեք։ Պատրաստ եք մեր այսօրվա զրույցին։ Դե սպասում ենք ձեր հարցերին։ Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհում ընտրությունները դառնում են ֆիկտիվ ընթացակարգ։ Այո, այդպես է։ Գալիս է ժամանակը, որ ժողովրդական ընտրությունը, այդ ընտրության ձևը ուղղակի վերածվում է լեգենդի։ Ինչ են էլեկտրոնային ընտրությունները եւ ինչպիսին կլինեն ընտրությունները Գյումրիում։ Ահա այս հարցով մենք դիմում ենք մեր ծրագրի հյուրին, ով էլ կարծում եմ ոչ միայն այս հարցին, այլ նաև մյուս հարցերին հաճույքով կպատասխանի։ Խնդրեմ, պարոն գեներալ։ Շատ ճիշտ նկատեցիք, որ աշխարհում այսպես շատ երկրներում ընտրությունները դարել են այսպես ֆիկտիվ երևույթ։ Ու մենք տեսնում ենք վերջերս ընտրությունները Ռումինիայում, որտեղ որ նախագահան ընտրվեց, հետո չեղյալ արեցին, հետո փորձեցին ձերբակալեն, հիմա էլ չեն գրանցում եւ այլ։ Ոնց որ թե եվրոպական երկիր է, բայց տեսնում եք խնդիրները եւ ակնհայտորեն երևում է, որ այդ նախագահան իրոք ունի մեծ ժողովրդական, այսպես դրական կարծիք։ Մենք տեսանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները, որտեղ կարանք ասենք, որ նախագահ Տրամպը այսպես խլեց Բայդենի ձեռքից նախագահի այդ պաշտոնը, խլեցի նկատի ունեմ, երևի թե ինքը չլներ, մեկ ուրիշը լիներ, շատ հնարավոր է չկարողանար վերցնել իշխանությունը։ Հենց իր այդ անձնական, այդ դրական եւ ուժեղ կամքի այսպես հաշվին նա կարողացավ տեր կանգնել իր ձայներին, բայց կարար լիներ հակառակը։ Բոլոր դեպքերում բոլոր այդ երկրներում ընտրությունները միևնույն է, ի համեմատեն ընտրությունների, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում այս վերջի 33 տարվա ընթացքում, կարծում եմ, որ երևի թե անհամեմատելի է։ Մեր երկրում ես ճիշտն ասած բացառում եմ մոտակա ժամանակներս ինչ որ այսպես ազնիվ ընտրություններ։ Տեսեք իրավիճակը։ Բոլոր նրանք, ով որ կարող են լինել ակնհայտ թեկնածու այս անգամ ընտրվող պաշտոնի, նրանց կամ մեր մոտ կալանավորում են, կամ քրեական գործ են հարուցում։ Այսօր մեր երկրի ղեկավարությունը զբաղված է դրանով, զբաղված է ինչով, իր քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու ճանապարհի վրա է կանգնած։ Դրանով է զբաղված։ Չկա այսօր քաղաքական գործիչ, ես բազմիցս ասել եմ, Հայաստանի Հանրապետությունում, որ կարողանա ասի իրեն վրա չկա քրեական գործ։ Իմիջիալոց շեղվելով ասեմ, որ այդ քրեական գործերը նկարողները պետք է հասկանան,
որ ցանկացած քաղաքական իշխանություն ունի սկիզբ եւ ունի վերջ։ Կարծում եմ պետք է շատ անգրագետ լինես, որ չհասկանաս, որ սրանց վերջը ոնց որ թե երևում է։ Եվ ինչ են անելու այդ քննիչները։ Ինչ են անելու այդ դատախազները։ Ինչ են անելու։ Ով էլ գա սրանցից հետո իշխանության զբաղվելու է իրենցով 100%։ Ինքը ուղղակի շանս չունի չզբաղվի։ Բայց անցնենք առաջ։ Նույնը տեղի է ունենում Գյումրիի ընտրություններում։ Մենք բոլորս գիտենք, որ Գյումրին յուրահատուկ քաղաք է։ Իրոք յուրահատուկ քաղաք է։ Մենք գիտենք, որ գյումրեցիները բավականին թասիբով ժողովուրդ են։ Մենք գիտենք, որ գյումրեցիները անպայման պայքարելու են իրենց ձայների համար, բայց պետական ռեսուրսը, որը մենք տեսնում ենք այս մի քանի օրվա մեջ, այնտեղ կիրառվում է եւ փորձում են փաստորեն զավթեն իշխանությունը։ Մի անգամ նա զավթեց, երբ որ պաշտոնակատար նշանակեց։ Ինչի չգնաց մի անգամից ընտրությունների։ Ինչի նշանակեց պատրոն։ Զավթեց։ Ես գտնում եմ, որ զավթել է իշխանությունը։ Հիմա ստիպված է, հիմա չի կարա ընտրություններ չնշանակի, նշանակել են Գյումրիում ընտրություններ։ Ցավոք սրտի պետք է շեշտեմ, որ Գյումրի ընտրություններում էլ ես չեմ սպասում, որ կարա լինի ազնիվ ընտրություններ։ Ես վստահ եմ, որ իշխանությունը ամեն ինչի ընդունակ է, ճնշումների, մարդկանց կալանավորելու տեղեկություններ նման ունենք։ Թեկնածուների վրա ճնշում գործադրելու մենք տեսնում ենք այդ բաները։ Ոնց կարանք խոսենք ազնիվ ընտրության մասին Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մի փոքր քաղաքում դա արդեն թողներեն իսկ գյումրեցիները, եթե ոչ թե փոքր է, երևի թե մի առանձին քաղաքում, այսպես ասեմ, չեն կարող դա ապահովենք։ Ու չեն կարող ապահովենք թեկնածուներ, որին ժողովուրդը վերջնականապես կհավատա։ Անցնելով առաջ ասեմ, որ մենք զբաղվում ենք Գյումրիով, մենք պատրաստվում ենք Գյումրիի ընտրություններին, ոնց ենք պատրաստվում, բացատրեմ ձեզ, մենք երևի թե, ոչ թե երևի թե, որոշում ենք կայացրել այդ ուղղությամբ եւ աջակցելու ենք մեր թիմակիցներից մեկին, մոտակա ժամանակը դուք դրա մասին կիմանաք, պարոն Ղուշյան։ Բայց այսօր արդեն Գյումրի ընտրությունների հետ կապված, պարոն գեներալ, այնպիսի աժոտաժ է բարձրացվել եւ իշխանությունները փորձում են ամեն կերպ խանգարել այն բոլոր տեխնացուներին, որոնք իրոք ավելի այսպես ռեալ հնարավորություն ունեն դառնալ Գյումրու քաղաքապետ, բայց քպական չեն եւ հասկանում եք, որ դա նրանց համար շատ ծանր այսպես փաստ կարող է դառնալ։ Ես դրա համար չեմ ուզում ասել ձեր տեխնացունով է, որպեսզի նրան ավելի շատ չխանգարենք։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ Գյումրին ճիշտ ընտրություն կկատարի։ Ես էլ եմ հույսով, բոլոր դեպքերում, պարոն Ղուշյան, մեր երկրի համակարգը ես գտնում եմ շատ սխալ կառուցված։ Մեր երկիրը պետք է անցնի նախագահական համակարգի, եթե խոսում ենք երկրի մասին։ Եվ այդ քաղաքները, ինչպիսին են ասենք Գյումրին, ինչպիսին է Երևան քաղաքը, Կապանը, քաղաքապետը պետք է լինի նախագահի կողմից նշանակովի։ Այն մարզպետները կարող են ընտրվել, ընտրովի լինել, բայց ես գտնում եմ, որ մոտակա մի 10 տարին երևի թե պետք է քաղաքապետերը լինեն նշանակովի։ Ուրիշ տարբերակ
համակարգ ստեղծելու չկա, բայց պետք է լինի նախագահական երկիր։ Միայն այդ դեպքում, որտեղ մի հոգու ստիպել հրաժարական տալը շատ ավելի հեշտ է, քան երբ որ ինչ որ մի հատ sense հոբ կոմանդա է կանգնած այդ իշխանության գլխին մի թափթփուկների խումբ կանգնած իրանց դրել են շատ գրագետ massայի տեղ, գիտեք, sense լուրջ դեմքով գնում են ամերիկացիների հետ են խոսում, չգիտեմ, եվրոպացիների հետ են խոսում, գալիս են Մոսկվա, շատ ոնց որ թե տիպը կարծես իրենք շատ լուրջ տղեկ են, բայց իրականում այս բոլոր այդ երկրներում իրենց վրա ծիծաղում են իրենց անգրագիտության վրա։ Ուղղակի ծիծաղում են։ Իրանք խայտարակում են մեր հայ ժողովուրդը։ Այդքան բան։ Մենք չպետք է ունենայինք նման դեմքեր կներեք, որոնք կարող էին ներկայացնել հայ ժողովուրդ։ Չպետք է ունենայինք։ Չեմ ուզում ամեն մեկի անձնականից բան պատմել, որտեղ ես անձնական դաշտ չեմ մտնում։ Բայց իրանք շատ եւ բարոյական հարցեր կա, եւ խնդիրներ կա, եւ գաղափարական խնդիրներ կա իրենց հետ կապված։ Իրանք չեն կարող ներկայացնել հայ ժողովուրդը։ Ոչ ներսում, ոչ դրսում։ Պարոն գեներալ, դե դուք ասում եք, որ Հայաստանում պետք է լինի նախագահական կառավարման ձև։ Փորձեք մի փոքր ավելի հանգամանորեն ասել, թե ինչու եւ ինչպես եք դա պատկերացնում։ Հստակ մի բան պարզ է։ Մեր բոլորիս, հա, լավ բարկա մենտալիտետ են ասում։ Մեր ազգին դա ոչ բնորոշ բան է, երբ որ խոսում ենք պարլամենտարիզմի մասին։ Որովհետև կներեն, թող ինձ ներեն, ես որպես հայ իրավունք ունեմ այդ կարծիքը ասեմ, մեր մոտ թիմային խաղերը շատ բարդ է ստացվում։ Նույնիսկ սպորտի ոլորտում։ Մենք բոլորս տեսնում ենք։ Մենք ունենք հայտնի ֆուտբոլիստներ, որոնք սաղ Եվրոպայով գոլեր են խփում, բայց երբ որ գալիս են մտնում են հայկական թիմի հետ են խաղում, ուղղակի վազում են մի դարպասից մյուս դարպաս։ Նույնը վերաբերում է Հայաստանի կառավարությանը։ Մի դարպասից վազում է մյուս դարպաս։ Այդ է պարլամենտարիզմը։ Ու մեր մոտ ամեն ինչ ֆիկտիվ է։ Ես բազմիցս ասել եմ։ Եթե մեր երկիրը պարլամենտական երկիր է, ապա ես մի քանի հարցեր ունեմ։ Մի անգամ ասել եմ, ինչի է դատախազը ամեն շաբաթ զեկուցում վարչապետին։ Նա պետքա գնա ազգային ժողով եւ իր զեկույցները ազգային ժողովում անի։ Ինչի է երկրի դատախազը ներկա լինում կառավարության նիստին։ Ինչ կապ ունի դատախազը կառավարության նիստի հետ։ Ինձ բացատրեք, ես հասկանում։ Ինչ պարլամենտարիզմի մասին ենք խոսում։ Ինչի պետք է քննչական ծառայությունները ենթարկվեն վարչապետին։ Դրամա էլ ինչ ուզում անում է։ Ում վրա ասես գործ են նկարում, նորից վերադառնում եմ այդ հարցում։ Մարդկանց տանում տարիներով փագում են։ Չեն կարողանում այդ գործը ապացուցել։ 3 տարի նստացնելուց հետո բաց են թողում։ Բա ով է պատասխանը ով է տալու։ Ես մի անգամ ասել եմ, ինչի զինվորականը, եթե հանկարծ մի հրաման չի կատարում, զինվորականին տանում դատում են։ Ես հարց ունեմ, եթե քննիչը եւ դատախազը քրեական գործ են հարուցում, մարդուն տանում նստացնում են։ Հետո այդ մարդը դուրս է գալի կամ արդարանում է։ Ինչի իրենք պատասխան չեն տալի։ Ես գտնում եմ իրանք պետք է նստեն իրանց տեղը։ Այ 3 տարի ինքը անմեղ մարդուն նստացրել է, ինքը պետք է գնա 3 տարի նստի։ Այդ մարդու տեղը, ում որ անմեղ տարի նստացրել է։ Նախագահական երկրի դեպքում արդարության պատասխանատուն կոնկրետ գրված է, երկրի նախագահն է։
Իսկ եթե կա օրենք, բայց չկա արդարություն, ուրեմն այդ օրենքը չի կարա համարվի օրենք։ Իսկ մենք գիտենք սահմանադրությամբ նախագահան արդարության երաշխիքն է երկրում։ Բոլոր երկրներում այդպես է։ Եվ նախագահան իրավունք ունի անարդարության դեպքում խառնվի։ Որտեվ նույն օրենքը միշտ չի, որ արդարության կողմն է հայտնվում, ցավոք սրտի, ինչ որ մի դրվագներից ելնելով։ Դրա համար նախագահական պետք է լինի։ Ու հետո ավելի հեշտ է մի հոգուց ազատվել, քան կներեք մի 80 հոգի անգրագետ մարդկանցից։ Դրա համար նախագահան եւ նախագահական կառավարումը Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է։ Բացի դրանից աշխարհը գնում է նախագահական կառավարման, որ երկրներում կա պարլամենտական կառավարում, որպես օրենք արտաքին աշխարհում այդ երկրները թույլ են, որպես օրենք իրենց բանակները թույլ են, որպես օրենք չեն զարգացնում իրենք, որտեղ ոչ մի դեպուտատի ձեռ չի տալի երկրում ունենալ, կներեք, ուժեղ զինվորական, ուժեղ գեներալ, ձեռ չի տալի, եկեք չբացատրեմ, դրա համար չի լինում, որ բանակը լինի ուժեղ, Գերմանիայի նման երկիրը, որը ահու սարսափ էր դարեր շարունակ ամբողջ աշխարհի համար, եթե տեխնիկան հանես դնես ենքոմ, այդ միջուկային զենքա եւ այլ, եթե տեխնիկան հանես դնես ենքոմ, ընդ բանակ չկա։ Եթե տեխնիկապես այդ երկիրը բերես հավասարացնես, օրինակ հայկական բանակին, ինչ մենք ունենք, ինչ իրանք ունեն, հավատացեք հայկական բանակը կհաղթի։ Ուզում եմ ասեմ, պարլամենտական երկրին ուժեղ բանակ ունենալը ձեռք չի տալի։ Ինչ տեսնում ենք, դա տեսնում ենք։ Մեր նման երկրում չկա գերագույն գլխավոր հրամանատար։ Ու ասեմ, մեր պարտությունների 80%-ը կախված է դրա հետ։ Ու ի վերջո, ես ուզում եմ հիշենք այն սովետական միության ժամանակ, երբ որ ՑԿ-ի ղեկավարը ընտրվում էր ՑԿ-ի կողմից, ու երբ որ սովետը փլվեց ու մենք ստացանք իրավունք ուղիղ ընտրել երկրի ղեկավարին, պարոն Ղուշյան, դուք պետք է հիշեք ինչ ոգևորություն առաջացավ մեր ժողովրդի մեջ։ Որ գնում էինք ընտրատարածք եւ ընտրում էինք ուղիղ երկրի ղեկավարի։ Ինչեն մեզ զրկել այդ իրավունքից։ Ինչի իրանք պետք է որոշեն ով է մեր երկրի ղեկավարը, մի խումբ թափտպուկ։ Ինչի։ Ամեն Հայաստանի քաղաքացի ինքը պետք է գնա ընտրի երկրի ղեկավար։ Այդ դեպքում մենք կարանք հույս ունենանք արդարության վրա։ Ու երկրի ղեկավարը այդ դեպքում կնշանակի դատախազ, պաշտպանության նախարար, ինքը կլինի գերագույն գլխավոր հրամանատար։ Այսօր բանա, չգիտես ով է։ Իրանք իրար մեջ հավաքվում են, դատախազ են նշանակում, իրանք իրար մեջ հավաքվում են, նախագահ են նշանակում։ Ինչի, ուզում եմ հասկանամ, ինչի։ Դա էլ հարևան երկիրը մեզ լիովին գերազանցում է, մեր հակառակորդները լիովին գերազանցում են կառավարման համակարգում։ Տեսեք Թուրքիան, քանի պարլամենտական երկիր էր, կներեք բարդակ էր կառավարման համակարգում։ Անցան նախագահականին ու կար ժամանակում այսօր մեր ռեգիոնում
Եվ աշխարհում իրենց դիրքերը ամրապնդվեց։ Մենք արեցինք հակառակը։ Ես միշտ ասել եմ, այդ մեր այսօրվա սահմանադրությունը, որը որ ենթադրում է այդ պարլամենտական կառավարման համակարգը, դա Հայաստանի համար վտանգավոր սահմանադրություն է։ Մենք պետք է շուտապույտ կերպով անցնենք նախագահական ընտրությունների եւ դրա մեխանիզմը մենք ունենք։ Պարոն գեներալ, հիշեցնեմ, որ մարտի 2-ին կայացավ համահայկական ազգային միասնության խորհրդի համաժողովը։ Խնդրեմ մի քանի խոսքով փորձեք մեզ բացատրել, թե դա ինչ էր, ինչ հետաքրքիր հեռանկարներ կան այստեղ։ Գիտեք, մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա։ Մենք այդ կառույցը, նոր կառույցը ստեղծել ենք եւ ստեղծում ենք մի նպատակով, որ հանենք երկիրը այս վիճակից։ Այնպես չի, որ համահայկական ճակատ շարժումը, ասենք, իր մեջ բավարար կամ ոչ բավարար ուժի մասին է խոսում ու ինչ որ լրացուցիչ բաներ է ման գալի, չէ, մենք ուզում ենք կներեք, մենք ոչ թե ունենք նպատակ զավթել իշխանությունը, մենք չունենք նպատակ եւ մենք չենք պայքարում մի հոգու դեմ։ Հասկանում եք։ Մենք ուզում ենք մեր երկիրը տանենք հաղթանակի ճանապարհով։ Դրա համար մեզ պետք են մարդիկ, մեզ պետք են կուսակցություններ, որոնք ունեն իրենց համակարգերը, ու մենք միասին պետք է զբաղվենք բոլոր թերությունները վերացնելու։ Այդ խորհուրդը ինքը համագործակցության դաշտ է։ Մենք ուզում ենք համագործակցենք բոլորի հետ։ Մենք ուզում ենք այդ դաշտում միավորենք բոլորին։ Ու ասեմ ձեզ, որ ամսի 2-ին դուք տեսաք, մենք բավականին գոհ ենք։ Մոտավորապես 70 տարբեր կազմակերպություններ են մասնակցել այդ համաժողովին։ Խորհուրդը մի քանի օր առաջ կազմվել է, դուք դա պետք է կարդացած լինեք, մենք դրա մասին հայտարարել էինք, հա, եւ շարունակում է կազմավորվել, մենք ուրբաթորն ենք անցկացնելու այդ հարցով խորհուրդ, եւ նորից եմ կրկնում, խորհուրդը համագործակցության դաշտ է, տարբեր ուժերի մեջ։ Մենք ստեղծում ենք այսպես մի համակարգ, որի մեջ ուզում ենք ներառել բոլորին, ով որ ունի առողջ առողջ գաղափարներ, ով որ ուզում է իրոք պայքարել երկրի համար, ոչ թե պաշտոնի համար, եւ հենց այդ խորհրդի կազմով ապագայում այս իշխանությունը ճամփու դնելուց հետո ստեղծելու ենք այդ խորհրդի կազմով ժամանակավոր կառավարություն, որը որ ունենալու է խնդիր ապահովել երկրի անցումը նախագահական կառավարման եւ ապահովել նախագահական ընտրությունները։ Այդ ժամանակ ով որ կընտրվի նախագահ, թող երկիրը ղեկավարի։ Սա մեր նպատակն է։ Տեսեք, ես շատ մանրամասը, երևի թե այսքան մանրամասը չեմ ասել քայլերը։ Սա է նպատակը։ Ոչ թե նպատակը նա է, ասենք, չգիտեմ, ընդ Պողոսին գցենք, Նիկոլ գցենք, չգիտեմ ինչ գցենք, չէ։ Մեր նպատակը երկիրը հանել այս վիճակից։ Հանելու համար մեզ պետք է երկրի ղեկավար, ուժեղ մարդ։ Եթե կուզեք մարդ, որը որ եւ գրագիտությամբ, եւ խիզախությամբ,
Եթե մենք այդ մարդուն չգտանք եւ չներկայացրինք եւ չբերինք իշխանության, մեր ապագան ջրի վրա գրված է։ Որտեւ այսպես որ վերցնեք, նայեք, երկու հարևան թշնամի երկրներում միտեղ կա Էրդողան, նախագահ, որը որ ուժեղ մարդ է, մենք տեսնում ենք դա։ Մեր հակառակորդն է, բայց պետք է ճիշտն ասենք։ Ինքը բավականին պինդ, բավականին ուժեղ մարդ է։ Մյուսը Ադրբեջանի նախագահն է։ Իմ կարծիքով նույնն է։ Երկուսն էլ մեր հակառակորդներն են։ Իրենց հետ պետք է կարողանաս խոսել հավասարը հավասարի հետ։ Բայց մեր երկրի ղեկավարությունը իրենց զիջում է համ մակարդակով, համ գիտելիքներով, համ մնացած բոլոր հատկություններով, որը պետք է երկրի ղեկավարի համար։ Այս սրա դեմ ենք մենք պայքարում, որ կարողանանք երկիրը հանենք այդ վիճակից։ Պարոն գեներալ, վերջին հարց եմ ուզում ձեզ տալ, որը շատերին է ուզում, Բաքվում շարունակվող այդ սոսկալի, այդ նողկալի դատավարությունը Արցախի վերնախավի եւ ընդհանրապես մեր ռազմագերիների հետ կապված։ Ինչ է կարծում, երբ է այս ամենի վերջը տրվելու, երբ մեր իշխանությունները կհամարձակվեն ի վերջո իրենց այսպես ռեալ կարծիքը հայտնել, թե ինչ են պատրաստվում անելու։ Երբ որ մենք ունենանք ռեալ իշխանավոր, որը որ չի մտածի, որ ասենք Կարապետյան արշակի վրա գործ հարուցի, որ հանկարծ Կարապետյան արշակն ընտրությունների ժամանակ իրեն չհաղթի, որը չի մտածի, որ հելնի եւ մարդկանց հանդեպ կոպիտ խոսա, ինչքան էլ իրանք լինեն հակառակորդ։ Ես այսքան ժամանակ կոպիտ չեմ խոսացել, չեմ վիրավորել, ոչ մի քաղաքական գործի։ Հին կլնեն, թազա կլնեն, ինչ կլնեն, երբևիցե չենք վիրավորել։ Երբ որ մենք ունենանք երկրի ղեկավար, որը կարա ղեկավարի երկրով, որը կարա նստի մի սեղանի եւ խոսի Ալիևի հետ, այդ ժամանակ մենք կունենանք շանսեր։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվի գերիներին, պարոն Ղուշյան, եկեք հիշենք, որ բացի այնտեղ պահվող մեզ բոլորիս հայտնի Արցախի ղեկավարների, այնտեղ կան եւ հասարակ մեր քաղաքացիները, որոնց մասին էլ մենք պետք է մտածենք եւ դա պետք է մտածենք այսպես մի ամբողջական տեսակետից։ Ես մի անգամ ասել եմ, կա երկու ուղղություն այդ իրավիճակից դուրս գալու համար։ Առաջի ուղղությունը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության բոլոր կոնտակտների ժամանակ պետք է լինի երրորդ կողմ։ Միջնորդ, հակառակ դեպքում հավասարը հավասարի հետ խոսել չի լինի։ Գերիների հարցը դու կարաս բարձրացնես միայն ու միայն հավասար խոսակցության ժամանակ։ Եվ առանց դրա չի կարա լինի։ Եվ դրա հարցում պետք է աշխատի միջնորդը։ Մանավանդ մենք ունենք 20 թվականի են փաստաթուղթը, լավնա, վատնա, չեմ ուզում այդ գնահատականը տամ, բայց այնտեղ կա կետ, որ բոլոր գերիները պետք է վերադառնան անխտիր իրենց երկրները։ Եվ այն ժամանակ միջնորդը Ռուսաստանն էր, եւ կարծում եմ, որ Ռուսաստանին պետք է վերադարձնել բանակցության սեղանին, խնդրել, որ իրանք վերադառնան եւ իրենք պահանջեն այդ կետը կատարելու համար։ Հակառակ դեպքում իրեն ոչ մեկ չի լսելու Ադրբեջանի կողմից։
Երկրորդ ճանապարհի մասին եկեք չխոսենք, եթե ինչ որ հետաքրքիր է մեր երկրի ղեկավարությանը, կարան կապնվեն, ես ինձ կարամ ասեմ ինչ անեն։ Եվ բացի եւ առաջի կետը վարելիս պետք է այսպես մի ամբողջ միջոցառումներ մշակվի եւ ինֆորմացիոն դաշտում միջազգային բոլոր հարթակներում բոլոր հանդիպումների ժամանակ նույնիսկ եթե այդ հանդիպումը չի վերաբերվում այդ թեմային միևնույն է այդ թեման պիտի բարձրացնես եկեք հիշենք Ադրբեջանի պահվածքը 30 տարվա ընթացքում գնում էին մի հատ կներեք բանի այդ նարկոտիկների դեմ պայքարի ինչ որ մի հատ ժողով էր լինում այդ նարկոտիկների դեմ պայքարի ժողովի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը հելնում ասում էր հետևյալը Արցախը չի վերահսկում Արցախում նարկոմանիան շատ է սկսում էր Արցախից խոսել գնում էին էկոլոգիայի ժողովի նորից խոսում էին Արցախի շուր էին տալի Արցախի վրա մենք ունենք ցավոտ մի քանի այսօրվա բավականին ցավոտ հարցեր դա Արցախի ժողովրդի այսպես դուրս բերումն է Արցախից եւ երկրորդ ցավոտ հարցը այս պահին ամենացավոտ հարցերից մեկը դա մեր գերիներն են Այն որ ասենք վերաբերվում է անձնական բոլոր մեր քաղաքացիներին մնացած հարցերը գլոբալ հարցերը կապված տարածաշրջանի հարցերը եւ այլ իհարկե շատ խիստ կարեւոր են բայց անմիջապես մեզ հուզող հարցերը դա է ուրեմն այդ հարցերը պետք է բարձրացվի բոլոր միջոցառումներին բոլոր հանդիպումների ժամանակ բոլորի կողմից Եվ այդ հարցում կներեք երկրի ղեկավարությունը նույնիսկ պետք է համագործակցի оппозицион ուժերի հետ պետք է համագործակցի բայց նրանք այդքան խելք չունեն Ուրախ եմ մեր հերթական կապի համար սիրելի բարեկամներ հիշեցնեմ որ մենք հերթական ուղիղ կապն ենք հաստատել մեր արժանի այսպես զինվորականներից մեկի համահայկական ճակատ շարժման ղեկավար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ ով մեզ հետ նորից շատ բաց ու թափանցիկ էր այսօր այսքանը ցտեսություն